Լամինատե հատակ ամբողջովին վնասվել էր եւ այդ խոնավությունը անգամ բարձրացել էր պատերի մինչև այս հատվածը։ Անցած տարվա մայիսյան բնական աղետի հեղեղումներից ամենաշատ տուժածներից է Լոռու մարզի Քարկոբ բնակավայրը։ Ամբողջովին մեկուսացված գյուղում շարքից դուրս եկած ենթակառուցվածքների թվում էր 30 տարվա դադարից հետո վերաբացված մանկապարտեզը։ Քարկոբցին բնականոն կյանքին վերադառնալու ամբողջ ընթացքում ստիպված էր կրկնել երեխաներին գյուղից գյուղ մանկապարտեզ տանելու երբեմնի պրակտիկան։ Դա ոչ միայն հեշտ չէր, այլև ֆինանսական լրացուցիչ բեռ էր մանկահասակ երեխա ունեցող ընտանիքների համար։ Ինքս տրանսպորտ չունեմ, եւ ասենք տանել բերելու խնդիրն է, եւ իմ աշխատանքի հետ ես չեմ կարողանում ժամանակ տրամադրեմ, որ երեխային հասնեմ մանկապարտեզ։ Ճանապարհի ծախսն է, ծախսը շատ է, տրանսպորտն է, որ ամեն օր պետք է տանենք եւ բերենք, ծնողների վրա է այդ ամենը, դժվար է։ Գյուղացիների կողքին կանգնելու նպատակով Վիվան նախաձեռնել էր մանկապարտեզի շենքի վերանորոգման եւ դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման շինարարությունը։ Աշխատանքներն արդեն ավարտվել են։ Հեքիաթն իր դռներն է բացել տեղի փոքրիկների համար։ Երեխեքը քնած են, պատրաստում ենք ճաշ, կարտոֆիլով պյուրե։ Լուծվեց նաեւ աշխատատեղերի հարցը։ Աշխատողները պարապուրդի մեջ էին։ На первый взгляд Առաջին հայացքից մենք տեխնիկական հարց ենք լուծել Քարկոբ գյուղում։ Գուցե շենքի վերանորոգումը կամ ջեռուցման ապահովումը տեղավորվում են մտածողության այդ տիրույթում, սակայն մենք ձգտել ենք ավելի կարևոր արդյունք ապահովել, մանկության եւ երիտասարդության տարիների հիշողությունները դարձնել ավելի լուսավոր։ Դա կարևոր է մարդու կյանքում համարձակ նպատակներ սահմանելու եւ դրանց իրականացման ուղղությամբ շարժվելու համար։ Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ միջավայրը նպաստելու է այդ ամենին։ Վիվան լուծել է նաև դպրոցի լոկալ ջեռուցման խնդիրը։ 38 տարի առաջ վերաբացված դպրոցը երբևէ պատշաճ կերպով չի ջեռուցվել։ Դասասենյակները տաքացվել են վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով։ Վիվայի աջակցությամբ մենք արդեն ունենք ջեռուցված դպրոց, սանիտարական նորմաներին համապատասխան դասասենյակներ։ Քարկոբի դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարվան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։